Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, կրկին էկոնոմիքսն է։ Այսօր խոսելու ենք բավականին հետաքրքիր, նույնիսկ Հայաստանի համար կարող ենք ասել նոր էկզոտիկ ուղղություններից կամ ճյուղերից մեկի մասին։ Խոսքը վերաբերում է փոքր ավիացիայի, որը բավականին հետաքրքիր հարուստ պատմություն է ունեցել խորհրդային ժամանակաշրջանում եւ մասամբ կորցրել ենք նաեւ 90-ականներին։ Կարծում եմ ժամանակն է նաև այս ուղղությանը բավականին մեծ ուշադրություն դարձնել, քանի որ այն հանդիսանում է բազմաթիվ այլ ոլորտներին աջակցող այսպես ոլորտներից մեկը, ու մասնավորապես զբոսաշրջության համար եւ այլ ուղղություններով կարևոր նշանակություն ունի այս ոլորտի զարգացումը։ Այսօր խոսելու ենք Armenia Helicopter կազմակերպության տնօրեն Արսեն Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ նպատակահարմար եք գտել ինձ հրավիրել։ Անշուշտ, պարոն Մանուկյան, կցանկանայի նախ մի քանի այսպես բառով ներկայացնեք ձեր կազմակերպության մասին, երբ է հիմնադրվել, ինչպես առաջացավ այս կազմակերպության հիմնադրման գաղափարը եւ ուր եք ուզում գնալ։ Շատ լավ, Armenian Helicopters ավիաընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին մեկ հիմնադրի կողմից, ֆիզիկական անձի, եւ գաղափարը իր մոտածնվել իր կյանքում, իր փորձից ելնելով, համադրելով հիմնականում Շվեյցարիայի հետ, որտեղ որ ինքը նաեւ բնակվել է եւ փորձ է ունեցել ուղղաթիռների աշխատանքին ծանոթանալու եւ գտել է, որ նույն փորձը կարելի է նաեւ կիրառել Հայաստանի Հանրապետությունում, որտեղ աշխարհագրական տեսանկյունից բավականին նմանություններ կան, անհասանելի պայմաններ, սարեր եւ այլն, ինչը որ Հայաստանում բացակայում է այդ ժամանակ։ Բավականին երկար ճանապարհ է անցել հիմնադրման process-ը, որովհետեւ դա ավիաընկերություններ հիմնադրելու յուրահատկությունն է եւ օրենքի պահանջն է։ Հիմնական կարևորությունը նրանում է կայանում, որ քանի որ դու նախատեսում ես ուղևորներ փոխադրես եւ դրա դիմաց վարձատրվես, դա ենթադրում է, որ տվյալ ընկերությունը պետք է կրի մարդկանց կյանքի ռիսկը։ Հետևաբար այդ անվտանգության ապահովման տեսանկյունից կա բավականին խիստ սահմանափակումներ, հսկողություն, պահանջներ եւ դա նույնն է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ գործում է միջազգային կանոններ, կա համապատասխան մարմիններ, որտեղ անդամ են գրեթե բոլոր երկրները եւ առաջնորդվում են այդ կանոններով։ Հետևաբար Հայաստանը նույնպես առաջնորդվում է այդ կանոններով, դրա համար էլ բարդ է։ Հիմնական նպատակը կարողանաս ներդնես այնպիսի գործընթացներ, պրոցեսներ, մասնագիտական վերապատրաստման փուլեր, որով որ դու հավաստիացնում ես, որ դա լինելու է շարունակական, լինելու է կիրառվելու է միշտ այդ պրոցեսները բավարար մակարդակով, որպեսզի թռիչքներ լինեն ապահով։ Եվ երբ որ դու կարողանում ես հիմնավորես եւ այդ պրոցեսները սահմանես, այդ դեպքում արդեն տվյալ երկրի ավիացիոն իշխանությունները տալիս են քեզ օդանավ շահագործողի վկայական, ինչի հիման վրա դու իրավունք ես ստանում իրականացնես կոմերցիոն գործունեություն։ Armenia Helicopters-ը այս բանի շուկայում միայն մեկն է, այսինքն այլ խաղացողներ ունենք այս շուկայում։ Շատ հետաքրքիր հարց է, նայած որ տեսանկյունից ենք այդ հարցին դիտարկում։ Եթե մենք դիտարկում ենք ավիաընկերություն, որը որ շահագործում է կոնկրետ ուղղաթիռներ, ապա այո, մենք միակն ենք։ Եվ կարծում եմ դա իր օբյեկտիվ պատճառներ ունի, որտեղ շուկան իրականում փոքր է։ Մեր ստեղծման հիմնական խնդիրն էլ հենց նա է եղել, որ ու կայացման մեր process-ի հիմնական խնդիրներից նա է եղել, որ նման տիպի ուղղաթիռներ Հայաստանում երբեք չի շահագործվել։ Դա եվրոպական եւ ամերիկյան արտադրության ուղղաթիռներ են եւ մեզ մոտ ուղղակի չեն եղել մասնագետներ, որոնք որ ծանոթ են այդ տեխնիկայի շահագործմանը, սովետական կամ ռուսական են, իսկ սովետական կամ ռուսական ուղղաթիռները նշված կատեգորիայի մեջ չկան։ Նրանք ավելի մեծ, ավելի բարդ, բայց շատ լավ ուղղաթիռներ են։ Հետևաբար մեր մոտ խնդիր էր վերապատրաստել
գրեթե 0-ից, որոշակի բազա իհարկե պետք է ունենան, բայց վերապատրաստել, փորձը ձեռք բերել, որ կարողանաս այդ ուղղաթիռները շահագործես։ Հիմա եթե նայում ենք այդ տեսանկյունից, այո, մենք միակն ենք, բայց եթե նայում ենք այն տեսանկյունից, որ դու ծառայություն ես մատուցում, որը որ ըստ էության ճակերտավոր ասած զվարճանքի շարքերին է դիտվում կամ զբոսաշրջային փորձառությունների էքստրեմի տեսանկյունից, ապա իհարկե մենք այդ շուկայում միակը չենք, բազմաթիվ խաղացողներ կան եւ իրանք հանդիսանում են մեր համար այդ տեսանկյունից մրցակիցներ։ Շատ լավ, մոտավորապես ինչպես է գնահատում այս շուկայի տարողությունը, այսինքն պահանջարկ կա այս ոլորտում։ Նայեք, ըստ էության պահանջարկ կա, ես գտնում եմ, որ ցանկացած ծառայություն, ժամանակակից ծառայություն նամանավանդ յուրաքանչյուր զարգացող երկրում լինում է։ Այստեղ հարցը կայանում է շուկայի մեծության եւ տվյալ տնտեսության զարգացության աստիճանի հետ։ Եվ եթե հետ հայացք նայենք 18 թվականից մինչ այսօր, մենք կարող ենք ակնհայտ ասել, որ զարգացումը գնում է եւ պահանջարկը մեծանում է։ Պատվերները ավելանում են։ Բացի նրանից, որ պատվերներն են ավելանում, նաև հաճախորդների տեսակներն են փոխվում եւ պահանջարկներն են փոխվում։ Ինչ նկատի ունեք, այսինքն օրինակ հաճախորդները։ Նայեք, տուրիստների քանակի, զբոսաշրջիկների քանակի աճի հետ մեկտեղ նաև բնականաբար մեր կողմից մատուցվող ծառայությունների պահանջարկն է մեծանում եւ այդտեղ մենք բավականին ճկուն ենք եւ փորձում ենք այնպիսի ծառայություն առաջարկել, որ հետաքրքիր կլինի զբոսաշրջիկի օգտվելու համար։ Ինձ թվում է հետագայում կխոսենք ավելի մանրամասն։ Ձեր ծառայությունների այսպես ցուցակը հետաքրքիր կլինի կարծում եմ մեր լսարանին նաև։ Շատ լավ։ Եվ ինչ տեխնիկա ունեք, ինչ ուղղաթիռներ ունեք, քանի հոգանոց, ինչ նպատակով։ Շատ լավ։ Ուրեմն մեր ուղղաթիռային պարկը բաղկացած է երկու տիպի ուղղաթիռներից։ Մեկը ամերիկյան արտադրության Robinson R66 ուղղաթիռն է։ Իրականում այդ Robinson ընկերությունը ուղղաթիռային շուկայում հեղափոխություն արել իր շուկա մտնելով, հիմնական հեղափոխությունը կայացել է նրանով, որ այդ ուղղաթիռները շատ ավելի պարզ են սպասարկման համար եւ մասնավոր, այսինքն անհատները, ովքեր ցանկություն ունեն ունենալ ուղղաթիռ եւ շահագործել իրենց կարիքների համար, ինքը հեղափոխական լուծում է առաջարկել, որ հեշտացրել է այդ process-ները սպասարկելու եւ ինքը ունի մի քանի դասի ուղղաթիռ։ Կոնկրետ մեր ուղղաթիռը, որը R66 տիպն է, ինքը գազատուրբինային է, համահունչ է մեր երկրի աշխարհագրական դիրքի եւ բարձրություններին, իր շարժիչի հզորությունով եւ այլն, եւ նա ավելի մենք կիրառում ենք անգլերեն ասած sightseeing տուրերի համար կամ կարճատև զբոսաշրջային թռիչքներ եւ մեր փաթեթի մեջ մենք ունենք մշակված երթուղիներ Հայաստանի տեսարժան վայրերի ուղղությամբ եւ հնարավորություն ենք ընձեռում զբոսաշրջիկներին, բացի այն, որ իրանք գալիս են Երևանը շրջում են, Գառնի Գեղարդ շրջում են, Սաղմոսավանք եւ Խորվիրա, Տաթև եւ այլն, մենք հնարավորություն ենք տալի նաեւ համեմատություն եւ փորձառություն ունենան այդ ամեն ինչը վերևից էլ տեսնել, որովհետեւ իրականում զգացմունքները եւ տպավորությունները փոխվում է, երբ որ դու մի բանը տեսնում ես ներքևից, մյուս բանը վերևից։ Ինձ թվում է դուք էլ երբ որ հաճախ օդանավով թռնում եք, վերևից որ նայում եք, ձեզ համար ինչ որ հետաքրքիր բացահայտումներ կարող եք անել։ Նույնն էլ սա է մի քիչ ավելի հետաքրքիր, որովհետեւ բարձրությունները շատ չեն եւ ավելի շատ բան ես կարողանում տեսնել եւ այլն։ Նույն Երևան քաղաքի վրայով զբոսաշրջային թռիչքները եւ այլն բավականին հետաքրքիր փորձառություն է։ Մյուս երկու տիպ ուղղաթիռները դրանք Airbus-ի հիմնական, ասենք եթե Airbus-ը արտադրում է X քանակի ուղղաթիռներ, կոնկրետ այս տիպը H125 տիպի ուղղաթիռը իր ամենաշատ արտադրվողն է եւ աշխարհում ամենաշատ օգտագործվողն է։ Ինչու՞, որովհետեւ ինքը բավականին արագ ուղղաթիռ է, իր չափերը հարմար է եւ իրան կարողանում ես օգտագործես տարբեր նպատակներով միաժամանակ։ Այսինքն
մեր միտքերն ա եղել այդ ուղղաթիռները ձեռք բերելու, որ կարողանանք գոնե սկզբնական շրջանում ծառայությունների լայն տեսակներ մատուցել, որը որ այդ ուղղաթիռը հնարավոր է անի։ Օրինակ, դա շտապօգնության կարիքների համար թռիչքներն է։ Ուղղաթիռը շատ արագ տրանսֆորմացվում է, պատգարակ, բժշկական սարքավորումներ եւ առնվազն 30 րոպե հետո ինքը պատրաստ է ուղևոր փոխադրելուց դառնա հիվանդ տեղափոխելու ուղղաթիռ։ Ինքը հնարավորություն ունի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, այսինքն համապատասխան սարքավորումները ամրացնում ես, էլի կրկին շատ արագ տրանսֆորմացվում է այդ նպատակներին, որոնողափրկարարական, բեռների տեղափոխման, այդ ուղղաթիռը շատ բազմաֆունկցիոնալ ու շատ հուսալի ուղղաթիռ է։ Եվ մի կարևոր հանգամանք էլ, քանի որ մենք նոր էինք, մասնագետների պակաս ունեինք եւ այլն, որդեգրվեց հիմնադրի կողմից այն քաղաքականությունը, որ ուղղաթիռները անպայման լինեն նոր, որ շահագործման տեսանկյունից առավելագույն հուսալի մակարդակում լինեն, եւ դրա հետ մեկտեղ մեր հենց ավիացիայի բլոկի մասնագետները վերապատրաստվեն եվրոպական համապատասխան մարմիններում եւ այդպես էլ եղավ։ Եվ նաեւ լիցենզավորվեն իրենց հավաստագրերը ստանան։ Այո, լիցենզավորման process-ները գրեթե բոլոր տեղը մի քիչ փոփոխություններով, բայց քանի որ մենք ավելի եվրոպական օրենսդրությունն ենք որդեգրել, մենք նման ենք եվրոպական օրենսդրությանը, process-ները հետեւյալն է. դու սովորում ես, ստանում ես քո վկայականը, բայց դու իրավունք չես ունենում ինքնուրույն գործողություններ անես, քանի դեռ բավարար փորձ եւ գիտելիք չես ձեռք բերել։ Փորձը մենք ապահովել ենք մեր միջազգային գործընկերների հետ համատեղ, այսինքն մենք գտել ենք օրինակ տեխնիկական սպասարկման տեսանկյունից ընկերություն Եվրոպայում, ինքը նաև ճանաչվել է մեր ավիացիոն իշխանությունների կողմից, որ ինքը ունի բավարար փորձառություն, գիտելիք, facility, գործիքներ եւ այո, այսինքն ամբողջ ծավալի աշխատանքները մեր ուղղաթիռների վրա անելու եւ իրենք երբ որ գալիս են աշխատանքներ են իրականացնում ուղղաթիռի վրա, զուգահեռ մեր աշխատողները անցնում են պրակտիկա, այսինքն on job training են անցնում եւ այդ յուրաքանչյուր ծավալի աշխատանքներ եւ փորձառություն անցնելուն պես մենք ստացել ենք համապատասխան ծավալի աշխատանքների անցնելու թույլտվություն։ Դա օրինակ տեխնիկական սպասարկման տեսանկյունից մենք նաև դրա լիցենզիան ունենք, բայց ծավալային սահմանափակումներով, որը ժամանակին զուգահեռ ավելացրել ենք եւ արդեն համարյա հասել ենք ուղղաթիռները ամբողջությամբ սպասարկելու աշխատանքների կեսին։ Այսինքն այսօրվա դրությամբ մեր տեխնիկական անձնակազմը ուղղաթիռները գրեթե ինքնուրույն ենք սպասինք, մենք մեր ուժերով ենք անում, ու դա տարիների փորձի շնորհ է։ Նույնն էլ օդաչուներն են, օդաչուների մասով էլ մենք կրկին Եվրոպայից ունենք, մինչև հիմա ունենք հրահանգիչ օդաչու, ով պարբերաբար խորհրդակցում է թռիչքների ստուգումներ ունենք պարբերաբար, գալիս է մասնակցում է ծրագրով ստուգումներ անում է, դրան գումարած մենք պարտադիր մեր օդաչուներին ամեն տարի ուղարկում ենք հայերեն չգիտեմ full flight simulator-ա կոչվում փորձնական թռիչքներ, փորձարարական այո ոնց որ ամբողջությամբ կրկնօրինակում է մեր ուղղաթիռը իր ծրագրով եւ ամեն ինչով եւ դու դնում ես խնդիրներ, օրինակ շարժիչի վնասվել օրինակ օդում շարժիչը չի աշխատում եւ քո քայլերի հաջորդականությունը դու պետքա կարողանաս իրան վայրը չքանես ապահով եւ դու ունես մի հնարավորություն, այսինքն օդաչուները պարբերաբար այդ հմտությունները զարգացնում են, անշուշտ անվտանգության շատ կարեւոր է նամանավանդ այն դեպքում, երբ որ մեր օդանավերը թռնում են մեկ օդաչուով, հետեւաբար այդ անվտանգությանը մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում եւ բացի ուշադրությունը եւ գումարներ եւ ներդրում ենք անում մարդկանց մասնագիտական զարգացմանը։ Պարոն Մանուկյան, այս ոլորտը աչքի են գնում, առհասարակ ավիացիայի ոլորտը աչքի են գնում բարձր կապիտալատարությամբ, այսինքն այստեղ մեծ քանակությամբ գումար է դրվում, անշուշտ այստեղ բավական էական նշանակություն ունի նաև մարդկային գործոնը, բայց
թիվ 1 ծախսերը կապիտալի ուղղությամբ սարքավորումներ, տեխնիկա։ Եվ մասնագետներ։ Այո, եւ մասնագետներ։ Բիզնես տեսանկյունից մոտավորապես ինչ ետգնման ժամկետ ունի այս բիզնեսը։ Միջազգային փորձը հաշվի առնելով նաեւ անշուշտ Հայաստանի պարագայում չեն կարող այս բան գնահատենք, բայց միջազգային փորձից ելնելով թեկուզ։ Գիտեք, շատ կարևոր է ձեր հարցի պատասխանը դիտարկել նաև կոնկրետ երկրների տեսանկյունից, որովհետև ինչպես ես սկզբից ներկայացրեցի, շատ կարևոր է շուկայի եւ տնտեսության ծավալները երկրի։ Մեր երկրում այդ ժամկետը բավականին երկար է եւ մեծ ներդրում է պահանջում, բացի այն, որ դու տեխնիկա ես գնում, նաև դու ենթակառուցվածք ես ձևավորում, ըստ էության Հայաստանում դա ոնց որ ստացվում է մենք ինքնուրույն ենք անում կամ ինչ որ համագործակցում ենք տարբեր գործարար ընկերությունների հետ եւ այլն, ինչը ժամանակատար եւ ծախսատար է եւ այդ ներդրումների բեռը ընկնում է մեր ուսերին որպես բիզնես, հետեւաբար երկարաձգում է այդ կետը, որտեղ որ արդեն յետբերման մասին կարող ենք խոսել, իսկ երկրներ կան, որտեղ դա բավականին զարգացած է, այնտեղ տնտեսությունը բավականին մեծ է, շուկան բավականին մեծ է եւ իրենց թռիչքները բավականին շատ են։ Ու համեմատության համար ձեզ կարող եմ ասել, օրինակ Ամերիկայում ուղղաթիռային ընկերությունում հնարավոր է որ մի ուղղաթիռը ամսական 200-300 ժամ թռնի, մեր պարագայում այդ ուղղաթիռը այդ ցուցանիշներին հասնում է մի տարում կամ 3 ուղղաթիռը միասին մի տարում, հետեւաբար իր ֆինանսական բաներով։ Օրինակ Հունաստանում նույնպես այնտեղ թռիչքները բավականին շատ են, հատկապես ամառային սեզոնին, եւ այնտեղ սեզոնայնության մեծ խնդիր կա։ Եվ այդ ձեր հարցի պատասխանը միանշանակ չի կարա լինի, որտեղ դա կախված է կոնկրետ երկրից եւ կոնկրետ այդ բանից։ Նու մեր նման երկրում կարծում եմ, որ եթե մի քիչ ավելի փոքր մասշտաբներ անենք, քան մերն է, որտեղ մենք մեծ պարկ ենք վերցրել մեր երկրի համար եւ մեծ ներդրում ենք արել մարդկային ռեսուրսների համար, այդ ժամկետը բավականին մեծ է եւ երկարում է, մյուտինը։ Իսկ ձեր ծառայությունների գնագոյացումը ինչպես է լինում, հիմքում ի՞նչն եք դնում։ Նայեք, գնագոյացումը, ինչպես եւ բոլոր տնտեսական ճյուղերում, ունի իր ծախսերի մասը, ներդրումներ, հետեւաբար իր ամորտիզացիան, մարդկային ռեսուրսների մեջ ներդրումը ամբողջը նույն տրամաբանության մեջ է եւ իմիջիալոց ասեմ նույն տրամաբանությունն էլ նաեւ եվրոպական երկրների ավիաընկերություններում է եւ մեր գները համահունչ են եվրոպական գների ուղղաթիռների 1 ժամվա արժեքին։ Ժամով եք ըստ էության վաճառում ձեր ծառայությունը։ Ավիաընկերություններում սովորաբար ընդունված է, որ արժեքները հաշվեն թռիչքի տևողությունից, դա իր տրամաբանություն ունի, որովհետև ուղղաթիռների ընդհանրապես օդանավերի սպասարկումը հաշվարկվում է իր կատարած թռիչքա ժամերից։ Մենք ունենք ավիաինժեներների խումբ ստորաբաժանում, դա կրկին առանձին սերտիֆիկացված ոնց որ ստորաբաժանում է իր մասնագետներով եւ իր փորձով, նույն ճանապարհով ինչ որ մյուս ստորաբաժանումներն են անցնել եւ իրանց խնդիրն է հետեւել ուղղաթիռի բոլոր ագրեգատների ռեսուրսներին, ինչը որ տրվել է արտադրողի կողմից եւ արտադրողի կողմից ընթացքում եկող ցուցումներից, որովհետեւ ավիացիայում ամեն ինչը բոլոր ինֆորմացիան բոլորի հետ կիսվում է, այսպես ասած, մենք օֆիցիալ մեր ուղղաթիռի վրա ենթադրենք ինչ որ խնդիր կա, մենք օֆիցիալ խնդիրը ուղարկում ենք արտադրողին, արտադրողից ստանում ենք ցուցում եւ եթե դա ունի բոլորին կիրառելի, արտադրողը բոլորին ցուցում է իջացնում, թե նման դեպքերում ինչ պետք է անես եւ գրեթե այտենց իրավիճակ չկա, որ ինչ որ խնդիրը լինի, դու չիմանաս ինչ ես անելու, բոլորը ռեգլամենտավորված գրված է եւ մեր թռիչքային պիտանության ստորաբաժանման հենց բուն նպատակը նա է, որ ինքը հետեւի այսինչ ժամը եկել է, այսինչ աշխատանքները, այսինչ ագրեգատի վրա պետք է արվի։ Եվ դրանից ելնելով դու արժեքը հաշվում ես արդեն քո թռիչքի տևողությունից, հետեւաբար ինչքան շատ ես թռնում, այդ աշխատանքները կատարելու ժամանակը շուտ է մոտենում եւ դու պետքա կարողանաս ֆինանսապես այնպես կառավարես, որ ունենաս բավարար եկամուտ։ Մոտավորապես ինչ արժի 1 ժամի տևողությունը Հայաստանում։
Նայեք Ռոբինսոն տիպի ուղղաթիռի թռիչքա ժամը արժե 750,000 դրամ ներառյալ ավելացված արժեքի հարկը, Airbus-ինը 1,140,000 կրկին ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Դա գրեթե բոլոր տեղերը այդ գները քիչ թե շատ նույնն է։ Ըստ մեկ ուրիշ խնդիր կա, որ մենք բավականին շատ առնչվում ենք մեր հաճախորդների հետ, երբ որ համեմատություն են անում, ասում են օրինակ ես Նյու Յորքում թռա ավելի էժաներ, քան ձեզ մոտ։ Իրականում դա այդպես չի, բայց Նյու Յորքում թռիչքների քանակը այնքան շատ է, որ իրանք հնարավորություն ունեն մեկ նստատեղ վաճառելով թռցնել, այսինքն դու գալիս ես, առնում ես քո նստատեղը, վճարում ես $120 եւ թռնում ես քո 30 րոպեն, մեր մոտ մենք այտենց ուղղակի չենք կարողանում անենք, որովհետեւ մի հոգի կգա 120 կվճարի, դու կթռնես, բայց իրականում ունես 4 տեղել ազատ։ Շատ ծառայությունը չի աշխատում, դա համար մենք ստիպված ենք ուղղաթիռը ամբողջությամբ վաճառել եւ եթե այդ ամբողջ արժեքը վերածում ես մեկ նստատեղի, ապա նույն գինն է, երբեմն ծառայություն ունենք ավելի էժանագալի։ Այս ոլորտը իրոք Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի, փոքր ավիացիայի զարգացումը նաև տնտեսության կարող է ակտիվացնել։ Ինչ խնդիրներ ունենք ներկայումս այս ոլորտում, խոսքը վերաբերում է տնտեսական, հարկային, կազմակերպական, իրավական, որոնք խոչընդոտում են այս ոլորտի զարգացումը։ Նայեք, ես կուզեի մեր սահմանումների մեջ հստակեցում մտցնենք, երբ որ դուք ասում եք փոքր ավիացիա, այստեղ ինձ թվում է մի քիչ ճշգրտելու անհրաժեշտություն կա, որտեղ ըստ էության օրենսդրական տեսանկյունից փոքր ավիացիա հասկացողություն չկա, օդանավը կոմերցիա է անում, օդանավ շահագործողի վկայական է ստանում, անձնական կարիքների համար է թռնում, այլ պրոցեսներ է անցնում եւ թույլտվություն է ստանում։ Ես ձեր ասածը ավելի դիտարկում եմ երևի Հայաստանի ներսում ներքին չվերթներ կազմակերպելու եւ ծառայություններ մատուցելու օդանավերի միջոցով կլինի ուղղաթիռ ծառայություններ մատուցելու։ Կարող եք Վրաստան ուղևոր տեղափոխել։ Այո, մենք իրականում անում ենք, մենք նաեւ փորձառություն ունենք միջև Ռուսաստան թռնել, միջև Ուկրաինայի հետ պատերազմը եւ սանկցիաները մենք փորձառություն ունենք Թուրքիա թռնել, տուրիստ տանել, Վանալիճ, զբոսնել, բերել եւ այլն փորձառություն ունենք Թուրքիայից մեր հայրենակցին, ով առողջության խնդիրներ ա ունեցել, ուղղաթիռով տեղափոխենք այդ Վրաստանից այդ նույնը այդ փորձառությունը ունենք եւ անում ենք եւ հնարավորություն ունենք նաեւ միջազգային ծառայություններ մատուցել, որովհետև ինչպես ես իմ խոսքի մեջ նախ սկզբից նշեցի, մեր օրենսդրությունը գրեթե նման է եվրոպականից։ Դե միակ խնդիրը մենք որ հիմա ունենք, դա այսպես ասած եվրոպական safety list-ի մեջ ընդգրկվելն է Հայաստանի, որ հիմա մեզ հնարավորություն չի տալի ավելի ակտիվ աշխատել, ու ոչ թե ավելի այլ աշխատել, որովհետև ըստ էության մեր ստացած լիցենզիաները, վկայականները իրանք չեն ընդունում հենց այս հանգամանքով պայմանավորված։ Գնանք դրսում անցնենք։ Կամ պետքա գնանք դրսում անցնենք, որ բավականին բարդ եւ ծախսատար է եւ հիմա նպատակահարմար չի։ Նախկինում սկզբից այդ ցանկությունը ունեցել ենք որոշակի քայլեր արել ենք։ Իրոք բավական լուրջ խոչընդոտ է ձեր ոլորտի զարգացման տեսանկյունից, երբ որ մեր քաղաք ավիացիայի այսպես մարմինը սև ցուցակի մեջ է այս բանը։ Ну, դե այդ խնդիրը ժամանակավոր է, հուսամ շուտով կլուծվի, դրան ժամանակ է պետք եւ հիմնականում խնդիրը նրան է, որ այս պահին մասնագետներ պետք է ունենաս եւ այդ մասնագետները հիմա պատրաստվում են, դրա համար ուղղակի ժամանակ է պետք։ Մեր նման երկրների համար կարևոր է, երբ որ դու կարողանաս ներքին եւ միջազգային համագործակցությունը մեկտեղես, ինչը քեզ հնարավորություն կտա քո ունեցած ռեսուրսներով գումարներ գեներացնես։ Այսինքն, եթե մեր այդ միջազգային թևն է բացվի, մեզ հնարավոր կլինի, ասենք, մեր ակտիվ սեզոնին, որովհետեւ մենք կենտրոնացվածության խնդիր ունենք սեզոնայնությամբ, ամառները պատվերները շատ է, ոչ սեզոնի պակասում է պատվերները, առաջի հերթին ներքին ռեսուրսները մոբիլիզացնելով փորձել այդ ճեղքվածքը հարթեցնել, երկրորդ հերթին միջազգային
հնարավորություններից օգտվել եւ ենթադրենք պայմանական ուղղաթիռդ վարձակալությամբ տաս դուրսը կամ դրսի երկրներում ծառայություն մատուցես եւ այլն։ Այդ ամբողջը մեր տեսլականում ծառայությունները կընդլայնի անշուշտ։ Այո։ Հայաստանի ներքին ռեսուրսները դեռ մենք ամբողջությամբ չենք, այսպես ասած, յուրացրել, որովհետև տնտեսության զարգացման հետ, երբ որ զարգանում են նաև բիզնեսները, հետաբար բիզնեսներին էլ առաջանում անհրաժեշտություն կապ պահել երկրի հեռավոր մարզերի հետ եւ այն առավելությունը, որ ավիացիան տալիս է, որ դու կարաս շատ արագ մեկ օրվա մեջ գնաս հանդիպում ունենաս, աշխատանք իրականացնես եւ վերադառնաս նույն օրը քո հիմնական գրասենյակում շարունակես քո աշխատանքը, դա իրականում մեծ առավելություն է եւ այդ գործարարը այդ փորձառությունը ունենալու համար 1-2 երբ որ օգտվում է, հասկանում է իր առավելությունները։ Միգուցե միանգամից մեծ գումար վճարում է այդ ծառայության համար, բայց երբ որ դու կոմուլատիվ նայում ես, թե դու այդ ընթացքում ինչքան աշխատանք արեցիր, ինչքան ժամանակ խնայեցիր եւ այդ խնայած ժամանակի արդյունքում դու իրականում օգուտներ քաղեցիր, երբ որ այդ մաթեմատիկան իրանց մաշկի վրա ազգում են, հասկանում են, որ դա իրականում թանկ չէր։ Ու հիմա դժվարը այդ մարդկանց հասցնելն է, որ ժամանակը իրականում թանկ է եւ ժամանակի տնտեսումը բիզնեսի մեջ մեծ օգուտներ է բերում։ Շատ լավ։ Իսկ հարկային առումով այս ոլորտը որ ռեժիմի տակ է գտնվում։ Հարկային առումով նույն սովորական ավելացված արժեքի հարկային ռեժիմի տակ ենք, որտեղ գումարների ծավալը այնպիսին է, որ չես կարող պարզեցված կամ այլ հարկային ռեժիմի առումով առնել։ Ավելացված արժեքի հարկն ու ստացվում է, որ ըստ էության, երբ որ ծառայություն ես մատուցում, դու այդ 20%-ը գանձում ես քո հաճախորդներից եւ հետեւաբար այդքանով ավել ինչպես եւ մնացած ծառայությունները կամ իրերն եք ձեռք բերում, բայց այդտեղ մի հատ նրբություն կար, որ կուզեի բարձրաձայնել, մենք որոշակի անհավասար պայմաններում ենք գտնվում օրինակ Վրաստանի հետ այս առումով եւ Վրաստանի հարկային օրենսդրությամբ ավիացիան ազատված ավելացված արժեքի հարկից ինչ առավելություն է տալիս ուղղաթիռները, ուղղաթիռ չէ, օդանավերը օրինակ դուրս վարձակալություն տալուց ավելի էժան տալ, քան որ մենք ստելից ենք տալիս։ Հետևաբար մենք 20%-ով թանկին պետք է տանք եւ ստացվի, որ Հայաստանի գործարարը կարող է վրացական ուղղաթիռ պատվիրի, ոչ թե հայկական, քանի որ նա առանց այնպես է օրինակի համար։ Եթե վարձակալում, եթե քոնն է, ապա ոչ։ Եվ ուրիշ տեսանկյունից էլ վրացական ընկերությունը օրինակ եթե Հունաստանին կամ Թուրքիային վարձով ուղղաթիռ տա, ինքը ավելի մրցակցային ավելի բարենպաստ պայմաններում է, քան մենք, քանի որ եթե ես վարձով տվեցի, ես վարձի տված գումարից պետք է ավելացված արժեքի հարկ վճարեմ այստեղ Հայաստանում։ Իրանք չեն վճարում, եւ դա բավականին մեծ գումար է, այսինքն վարձակալության արժեքի 20%-ն է, ոչ թե հակառակը 16-67, այսինքն վարձակալեցին 1000 միավորով, ես 1000-ը բերում եմ եւ դրա 20%-ը պետբյուջեն վճարում, իսկ իրենք ոչ, այդ շատ էական ազդեցություն է թողում եւ միջազգային զարգացման տեսանկյունից խոչընդոտ է մեր համար։ Իսկ վառելիքի տեսանկյունից, վառելիքի ձեռքբերման գների դա ինչ խնդիր ունի։ Մեր տեսանկյունից վառելիքի համար մենք էական մեծ խնդիրներ չունենք, քիչ թե շատ նույն շուկայական գներով ենք ձեռք բերում։ Այս պայդրությամբ իրականում մեկ մատակարար է եւ այդ մեկ մատակարարից ենք ձեռք բերում, միգուցե եթե շուկայում լինեն մի քանի մատակարարներ, միգուցե մրցակցության տեսանկյունից համատել եք Վրաստանի հետ գները օրինակ։ Շատ մեծ չի տարբերությունը եւ մեր ինքնարժեքի մեջ վառելիքի ծախսի տեսակարար կշիռն էլ ինքնին այնքան մեծ չի, որ գների վրա մեծ ազդեցություն թողի։ Այս ոլորտում նաև բավականին լուրջ է աշխատավարձերը։ Օրինակ այս ոլորտի միջին աշխատավարձը որքան է կազմում, պարոն Մանուկյան։ Նայեք, եթե մենք համեմատենք այն ավիաընկերությունների հետ, ովքեր ռեգուլյար չվերթներ են իրականացնում եւ շահագործում են մեծ ինքնաթիռներ, ապա այնտեղ աշխատավարձները իհարկե բարձր են։ Մեր պարագայում աշխատավարձները
Հայաստանի միջին աշխատավարձներից բարձր է, բայց մեծ ավիաընկերությունների աշխատավարձների միջինից իհարկե ցածր է, բավականին երևի կրկնակի ցածր է, եւ դա օբյեկտիվ է, եւ մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել աշխատողների ոչ ամբողջական դրույքով աշխատելու կամ այս կոմպենսացնելու կամ մեկ այլ տեղ աշխատել, զուգահեռ մեր մոտ աշխատել, որպեսզի մենք եւ կարողանանք անվտանգ ապահովել մեր գործունեությունը, նաեւ մարդիկ ֆինանսապես կարողանան կադրերի հարց առհասարակ, ինչպես եք կարողանում լուծել Հայաստանում կա բավարար ինստիտուտներ, ուսումնական հաստատություններ, որոնց կարող եք դիմել օրինակ այս կամ այն կադրի համար, որ գա թեկուզ վերապատրաստեք։ Մենք համագործակցում ենք այն բուհերի հետ, ովքեր որ այս ոլորտում մասնագետներ են պատրաստում, բայց տեսական գիտելիքները շատ բավարար չեն, որ մարդը միանգամից որպես մասնագետ գա, եւ մենք ինչ ենք անում, մենք ուսանողները գալիս են մեր մոտ պրակտիկա են անցնում են ուսանողները, ովքեր ցանկություն են հայտնում մնալ ավիացիայի ոլորտում եւ առաջ գնալ, աջակցում ենք, արդեն տենց մեր գործունեության ընթացքում մոտ 3 ուսանող մեզ մոտ եկել սովորել, մասնագետ դառել, 3 չէ, ներողություն ավելին, 3-ը մեր մոտից հետո տեղափոխվել են օրինակ ավիացիայի կոմիտե եւ արդեն պետական կողմից են աշխատում, բայց իրանք ունեն արդեն եւ ուղղաթիռների ավիաընկերության աշխատանքային փորձ, մասնագիտացել են եւ հիմա մասնագիտանում են որպես կարգավորող մարմնի աշխատակից, մասնագիտ աուդիտոր, այսպես ասած, կամ ինսպեկտոր, ինչը ողջունելի է, դա կարևոր է եւ դա հնարավորություն է տալի ոլորտի շարունակական զարգացման համար։ Նաեւ մենք մեր աշխատակիցներին պարբերաբար ասացի, որ մենք ուսուցման համար ներդրումներ ենք անում եւ միջազգային ուսումնական կենտրոններում կամ տեղի ուսումնական կենտրոններում պարբերաբար մասնագիտական ուսուցումներ վճարում ենք, անում ենք եւ դա մեր գործընթացների կարևոր բաղադրիչներից մեկն է։ Պարոն Մանուկյան, ինչպես եք տեսնում փոքր ավիացիայի կամ այս ոլորտի զարգացումը 5 տարի հետո, 10 տարի հետո, ինչ պետք է անել, որ այս ոլորտը արագ զարգանա, դինամիկ զարգանա։ Ես մի քիչ կողմ չեմ մի ոլորտի արագ դինամիկ զարգացմանը, որը նոր է եւ իր մեջ ունի կյանքի ռիսկեր։ Հետեւաբար այն ինչ որ հիմա արվում է միգուցե դանդաղ է, բայց ամուր հիմքաններ դնում հետագայում արագ զարգացման համար։ Այս պայդրությամբ բավականին աշխատանք կարած կան ենթակառուցվածքներ կամ ձևավորվում են ենթակառուցվածքներ, օրինակ մեր մասով արդեն Երևանում կա շենք, որի վրա կա ուղղաթիռային հարթակ, շուտով այդ հարթակը կլիցենզավորվի եւ օֆիցիալ կդառնա ուղղաթիռների համար պիտանի վայրեջքներ իրականացնելու Տերյան փողոցի վրա կառուցվող Կեմպինսկի ռեզիդենս շենքի վրա, եթե անցնելու դնեք, կտեսնեք, դա մեր եւ Ռենշին ընկերության հետ համատեղ ծրագիրն է, որը իրագործել ենք, գրեթե ավարտական փուլում ենք, վերջացնենք, դիմելու ենք, որ լիցենզիա ստանանք եւ արդեն օֆիցիալ կարողանանք այդտեղ վայրեջքներ անել, արդեն տարբեր մարզերում կամ Երևանում նույնիսկ մարդիկ երբ որ ինչ որ կառույց են կառուցում, արդեն գիտեն, որ կա հնարավորություն ուղղաթիռով վայրեջքներ իրականացնելու եւ իրանք ծրագրում են իրանք կառուցվող շինությունների համար, այդ նախատեսում են վայրեջքի վայրերը, Ծաղկաձորում շինություն կա, որ կառուցվում է, արդեն նախատեսում է ուղղաթիռային հարթակ, Դիլիջանում ենք բանակցում, այսինքն ենթակառուցվածքը երբ որ ստեղծվի, արդեն ինքը ավելի ավտոմատ կտարածվի։ Մենք ենք բավականին մեծ ներդրում արել, մեր բազավորման կայանն ենք կառուցել եւ ինքը նաեւ հանդիսանում է հանգստյան գոտի շատ հետաքրքիր համադրություն եւ միջավայր ենք ձևավորել
կասեմ, որ յուրահատուկ է ինքը իր տիպը, որտեվ այդ կարծիքը նաև մեր գործընկերներն են տալիս, երբ որ գալիս են այցելում են մեզ, ու Հայաստանի սահմաններից դուրսի նկատի ունեմ, եւ մենք բացի ուղղաթիռների բազավորման եւ այդ միջավայրի ձևավորման միջոցառումներ ենք կազմակերպում մեր մոտ տարբեր համերգներ, կոնֆերանսներ եւ այլն, եւ այդ համադրությունը ավիացիա եւ ինչ որ միջոցառում բավականին հետաքրքիր եւ շատ լավ կոնցեպտ ստացա եւ մթնոլորտ է ի վերջո գաղտնիք չեմ ասի ավիացիան իր մեջ որոշակի ռոմանտիզմ է պարունակում եւ այդ ռոմանտիզմի մթնոլորտը ոնց որ մենք մեր մոտ կարողացել ենք ստանալ եւ դեռևս ընդլայնման ծրագրեր ունենք, կարծում եմ ժամանակի ընթացքում շատ ավելի հետաքրքիր կդառնա։ Հաջորդ կարևոր զարգացման, այսպես ազդակը ես գտնում եմ, որ պետության անելիքն է, որտեղ պետությունը գնալով զարգանում է, տնտեսական աճ է ունենում եւ դրան զուգահեռ աճում են նաեւ հանրության կարիքները եւ պետության կարիքները նման ծառայություններից օգտվելու։ Օրինակ որոնողափրկարական աշխատանքները, որ մենք ի վիճակի ենք անելու եւ արել ենք արտասահմանից զբոսաշրջիկների փրկության, ձնհարկից փրկելու, մոլորվելու այսպիսի ծառայություններ արել ենք եւ իրենց երկրներում կամ ապահովագրական ընկերությունները երբ որ իմանում են, որ այդ հնարավորությունը կա, իրանք ավելի վստահ այցելում են մեր երկիր։ Դա իրանց համար կարևոր ցուցիչ է։ Հետևաբար դա խոսում է քո երկրի զարգացածության աստիճան։ Եթե դու կարողանում ես բարձրորակ ծառայություններ մատուցել, որոնց որ իրանք գիտեն եւ իրանց երկրում կա եւ մերը ոչինչով չի տարբերվում, գալիս տեսնում համոզվում են։ Մենք միջազգային աուդիտներ ենք անցել հենց այդ նպատակներով, որ իրանք հասկանան, որ մեր կողմից մատուցվող ծառայությունը նույնն է, ինչ որ երբեմն շատ հարցերում նույնիսկ ավելին, որովհետև մեզ ավելի խիստ աշկով են նայում, մենք սև ցուցակում ենք, մենք միակն ենք, հետևաբար այդ ամեն ինչում դու պետք է շատ ավելի զգոն եւ ամեն տարին հետևես, եթե միգուցե իրանց մոտ այդ մասերով դուք օգտվում եք պետական աջակցության ծրագրերից, խոսքը վերաբերում է վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում, օրինակ կար ծրագիր արտերկրից մասնագետների հրավիրման վերաբերյալ եւ այլ ուղղություններով։ Մենք օգտվել ենք ուղղաթիռները ներմուծելուց մաքսային արտոնության ծրագրերից եւ այլ ծրագրերից չենք օգտվել։ Հիմա ակտիվ պետության հետ փորձում ենք համագործակցել պետության կարիքները հոգալու տեսանկյունից, այսինքն օրինակ շտապօգնության ծառայությունը, որ մենք ներդրեցինք, այդ ծրագրերից մեկն էր, մենք ներդրել ենք այդ ծառայությունը Էրեբունի բժշկական կենտրոնի հետ համատեղ, մենք ձեռք ենք բերել բոլոր սարքավորումները բժշկական, որոնք անհրաժեշտ են ուղղաթիռի մեջ ունենալ, առողջապահության նախարարությունը մշակել է կարգը եւ հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում մեր մարզերի հիվանդանոցները կարող են կանչ ձևակերպել, մենք ներդրել ենք հերթապահություն, այդ նպատակով հատուկ ուղղաթիռը ձեռք ենք բերել, ամբողջովին նոր, եւ մենք ունենք հերթապահություն, հենց կանչ լինում առնվազն 30 րոպեից մենք արդեն պատրաստ ենք թռիչքի եւ նման տրամաբանության ներքո ուզում ենք նաեւ պետության այլ կարիքները հոգանք, օրինակ դա կարող լինի հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը, որոնողափրկարականը, դա կարող լինի ոստիկանության կարիքների համար թռիչքները, կարող լինի գյուղատնտեսական աշխատանքների, քիմիական նյութերի ցողման աշխատանքները եւ հիմա փորձում ենք պետության շահագրգիռ նախարարությունների հետ այդ հարցերը քննարկել, կարգել, իրանց կարիքները վերհանել, մեր հնարավորությունները համադրել եւ փորձել այդ ծառայությունները մատուցել։ Շնորհակալ եմ պարոն Մանուկյան հետաքրքրության համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, այսօրվա մեր թեման կարծում եմ բավականին հետաքրքիր էր։ Բոլորս էլ պատկերացնում ենք թռիչքը, այդ տպավորությունները մեզ բավականին հուզում են եւ սա էլ բավականին լուրջ ծառայություն է, հետաքրքիր շուկա է, որը պետք է ուսումնասիրել եւ անշուշտ նաեւ օգտվել այս շուկայից։ Սա որոշակի այսպես վախերի հետ կարող է մարդկանց հետ կապված լինի եւ այլն, բայց ակնհայտ է, որ այս ուղղությամբ բավականին լուրջ
ներդրումներ են կատարվել, լիցենզավորման, այդ անվտանգության բոլոր փուլերը, պահանջները անցել են, եւ սա հնարավորություն է ձեզ նոր, այսպես հետաքրքիր զգացմունքներ ունենալ, ինչպես նաեւ անակնկալներ մատուցել ձեր հարազատներին։ Հետևաբար կարծում եմ սա մեր ուշադրության տակ պետք է պահենք, խրախուսելով այս ոլորտի զարգացումը, նաեւ զբոսաշրջության հետ համատեղ։